Գուցե չգիտեք, բայց Հայաստանում գործում է ոչ միայն մայրության, այլև հայրության արձակուրդ։ Չնայած մի բայց կա, այն ընդամենը 5 աշխատանքային օր է։ Երբ երեխան ծնվեց, Արմեն Մարտիրոսյանը ոչ պաշտոնական արձակուրդ վերցրեց։ Օրենքով 5 օր, իրականում մոտ 3 շաբաթ։ Մի մասը ձևակերպված, մնացածը ոչ, քանի որ իր խոսքով 5 օրը նույնիսկ բավարար չէր հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ 1990 թվականին այն կազմում էր 112 օր, 56 օր ծնունդը եւ 56 օր ծնունդից հետո։ Անկախությունից հետո այն դարձավ 140 օր։ 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը ամրագրեց 140 օր ծննդաբերության եւ մինչեւ 3 տարի երեխայի խնամքի համար արձակուրդ, ոչ միայն մայրիկների, այլև հայրիկների համար։ Հայրության արձակուրդը հստակ ձևակերպում ստացավ 2021 թվականից։ Այժմ այն կազմում է 5 աշխատանքային օր եւ վճարվում է գործատուի կողմից եւ պետք է օգտագործվի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում։ 2016 թվականից մինչև 2022 թվականը հայրության արձակուրդից օգտվել է ընդամենը 86 հայր։ Կան մարզեր, որտեղ այդ ցուցանիշը 0 է։ Պատճառները տարբեր են՝ ֆինանսական, աշխատանքային, բայց նաև մշակութային։ Հայաստանում դեռ ընդունված է, որ հայրը օգնում է, ոչ թե հավասար մասնակցում։ Արմեն Մարտիրոսյանը հավելում է, որ 1 ամիսը բավարար չէ, ու խոսքը ոչ միայն կնոջը կենցաղում օգնելու մասին է, այլ հայրությունն իսկապես գալու։ Արմենն ասում է, որ եթե այդ ժամանակը բաց թողնես, հետո նույն զգացողությունները երբեք չես ունենա։ Այժմ Հայաստանում քննարկվում է նոր հայեցակարգ, որով նախատեսվում է 250 օր արձակուրդ 2 ծնողի համար։ Օրերի մի մասը պարտադիր է մայրիկի համար, մնացածը կարող է բաշխվել ծնողների միջև։ Եթե հայրը չի օգտվում իր բաժնից, այդ օրերը պարզապես կորչում են։ Այսօր գործող 5 օրը սիմվոլիկ է, եւ սա այն դեպքերից է, երբ գեղեցիկ սիմվոլիզմը պետք է փոխարինել իրական բովանդակությամբ։ Ավանդույթները կարևոր են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերածվում կարծրատիպերի։